Ինչպես եք վերաբերվում վերջին շրջանում տեղի ունեցող զանգվածային ձերբակալություններին, ընդդիմադիր թե գործիչներին, թե նույնիսկ հասարակ քաղաքացիներին տեսնում ենք, որ բերման են ենթարկում, կալանավորում են։ Սա արդյոք քաղաքական հետապնդում է եւ ձեր կարծիքով ինչ է փորձում ցույց տալ իշխանությունը։ Իհարկե քաղաքական հետապնդում է, միանշանակ, որովհետև ձերբակալվում են ակտիվիստները, ընդդիմադիր ակտիվիստները, ովքեր կողմ չեն ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ձերբակալվում են նրանց համախոհները, օրինակը Վարդան Ղուկասյանն է, նրա համախոհներն են, նրան պաշտպանող հասարակ քաղաքացիները, որը գնացել էր պաշտպանելու իրեն դրած քաղաքապետին, ու 41 հոգի կան, գիտեմ, ձերբակալվածներ կան, դրանցից բոլորն են հանցագործ։ Չէ, իհարկե։ Իշխանությունը ինչ է ձեր կարծիքով փորձում ցույց տալ իր այս գործողություններով։ Ընտրություններից առաջ փորձում է մաքրել ընդդիմադիր դաշտը, որ հնարավորինս կեղծելու դեպքում չունենա ընդդիմադիր լիդերներ այդ կեղծիքի դեմ կանգնելու առնելու։ Պես է, ամենակարևորը իրանց համար իրանց աթոռը չկորցնելն է, դրա համար պատրաստ են ցանկացած կարմիր գծեր հատելու։ Որպես քաղաքացի, ինչպես եք վերաբերվում վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալություններին։ Ինչ փորձեց իշխանությունը ցույց տալ իր այդ գործողությունները։ Եթե Վարդան Ղուկասյանի մեղավոր է, թող տանեն, քննեն, եթե մեղավոր է, ոնց նշանակին, ասկան միլիցիայի չլսնեին քաղաք։ Այստեղ քաղաքական հետապնդում տեսնում եք այդ ամենի մեջ։ Հա։ Մարտերիկու պարսավ, ընկավ կրագը։ Խոսքի ազատություն չկա, ուրեմն։ Խոսքի, տեսին, դեմոկրատական երկիր է, ուրա։ Իշխանությունը ձերբակալությունների միջոցով ցույց տվեց առաջին հերթին, որ խնդիրը հենց քաղաքական է, այսինքն քրեական չէ։ Եթե իրենց պնդմամբ քաղաքապետը որևէ հանցագործություն կատարել էր, այդ հատվածում պիտի միայն տվյալ գործով ներգրավված մարդիկ ձերբակալված լինեին։ Չգիտեմ որն է պատճառը, որ նմանատիպ գործերով օրինակի համար մարդիկ առաջ տարբեր ժամանակահատվածներում 18-ից հետո ընդամենը 72 ժամ պավելուց հետո ԾՊՎ-ներում բաց էին թողնում, իսկ հիմա բոլորին անխտիր տանում են կալանքի եւ եկեք չմոռանանք, որ այստեղ նաեւ կան ավականու անդամներ եւ իշխանությունը ամեն կնով փորձում է ազդեցություն ունենալ ավականու թիմի վրա, գերակշռություն ունենալ կամ եթե նույնիսկ գերակշռություն չի կարող ունենալ, ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի ավականին հնարավորություն չունենա նիստեր գումարել։ Այսինքն քաղաքը փորձում է ենթարկել կոլապսի։ Արդյոք կարող ենք ասել, որ իշխանությունը նաև մեսիջ տվեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունենան ընդդիմադիր հայացքներ, կարող են նույն այսպես ասած բախտին արժանանալ։ Տեսեք, իշխանությունը նմանատիպ մեսիջներ շատ շուտվանից է տվել, այսինքն հասկացողների համար պարզ էր, որ այս իշխանությունը որևէ ընդդիմադիր հայացքներով համայնքապետ չի հանդուրժում, ցանկացած պարտություն ենթարկվելու է իշխանության կողմից բռնաճնշումների, որպեսզի համայնքապետը կամ հրաժարական տա, իսկ եթե հրաժարական չի տալիս, այս դեպքում արդեն իրենք են ստուգում, որպեսզի լինի հրաժարական, քրեական գործերով կամ ինչ-ինչ միջոցներով։ Ձեր կարծիքով վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալությունները արդյոք քաղաքական հետապնդումներ են եւ իշխանությունը ինչ փորձեց ցույց տալ իր այդ գործողություններով։ Իհարկե, իրենք ավելի շատ քաղաքական էին, այսինքն իրենք ունեին շատ տարբերակներ նույն քաղաքապետի ձերբակալության ընթացքում, ուղղակի ցույց տալու, որ կարող էին ուղղակի հրավիրել բաժին ինչ-որ հարցով եւ ձերբակալել, այսինքն ստեղծեին այն
իրավիճակը, որը որ եղավ, հա, քաղաքում, բախումներ եւ այլ, մեծաթիվ ոստիկանական ուժեր, նման կերպով իրենք ուղղակի ցույց տվեցին, որ իրենք ինչ որ չափով նաեւ վախ ունեն, քանի որ քաղաքում ավելի շատ ընդդիմադիր ուժը կարողացավ միասնական ուժերով հաղթել, հա, իրենց ընտրությունների ժամանակ ու կարծում եմ իրենք հենց այդ ամեն ինչից ելնելով փորձեցին ցույց տալ, որ ցանկացած մարդ, ով որպես ընդդիմություն հանդես կգա, մենք ձերբակալությունների միջոցով կամ այլ ինչ-որ գործերի միջոցով կկանխենք այդ ամեն ինչը, դա կարծում եմ դա խոսում է իրենց վախերի մասին։ Արդյոք սա ուղերձ էր քաղաքացիներին ուղղված, որ լռեն եւ շարունակեն այսպես լուր հետևել այն իրադարձություններին, ինչ կատարվում է Հայաստանում։ Տեսեք, իրականում հա, իրենք հենց դա էլ ուզում են ցույց տալ, որ մարդիկ լռեն, փորձեն, հա, ընդդիմանան, փորձեն իրենց խաղաղության օրակարգին հետևեն, բայց կարծում եմ մարդկանց մեծամասնությունը իրենք ուղղակիորեն դեմ են այս ամեն ինչին, որովհետև մենք օր-օրի տեսնում ենք, հա, նաև